Բարով եք եկել, հազար բարով եք եկել, եկեք սուրճ եփեմ խմեցեք, ինչով հյուրասիրեմ, միրգը հասած չի։ Միած ծանոթանանք հետո։ Գյուղացուն բնորոշ պարզությամբ ու հյուրընկալությամբ Պարև տատը մեզ իր տուն է հրավիրում։ Թեպետ ասում ենք, որ քիչ առաջ ենք հյուրասիրվել, դրա կարիքը չկա։ Գյուղի ամենաեռանդուն տատը 88 տարեկան է, բայց երբեք պարապ չի մնում։ Քանի դեռ հարևան բոստաններում հատուկեն սածիլներ կան, ուրեմն անելիք ու անելիք էլ կա։ Արևի հողամասում ցանկատեսակների առատությունը աչք է ծակում։ Աշխատող ստեղծող եղել է դեռ ջահել տարիներին։ Հիմա էլ ոչինչ չի փոխվել նրա կյանքում։ Գործ, գործ, գործ։ Առողջության ու առույգության բանաձևի ամենալավ գենետիկան է, ասում եմ։ Ազիս իմ հերը 100 տարեկան է, ապրել նոր մահացել, դե քրսել 90 տարեկան է, իմ գերդաստանը երկար ապրում, ճայլ վաղթը որ տել ինձ գործանայի տունում, մեզ հոգոյելն է գծեի ավտոյի մեջ հմի կամ չեմ հեզվերն եմ աշխատող մարդ եմ ելել ես, ֆիզիկական 5 երեխա եմ պահել, շատ դաժան կյանքով, լավ չեմ ապրել իսել է, տանջվել եմ, չարչարվել եմ, բայց հասել եմ, երջը մնացել ճմբանցեի, ճուղտեր եղել ճամպուդել, ինչի սապր, են մին հել է ազապ, ճահել տղա, են մին երկուր եխունի, գյոնա թորը տեղա, բայց նամիզադել է տեղա, ոչ։ Ֆիզիկական շատ եմ տանջված, չոլ, հանդ, ամեն ինչ էլ արել եմ, մի տոնուկես խոտ եմ բերել, 16 շլակով, տեղաշով եմ գծել, մի հաշվի դու, ինչքան եմ տանջվել։ Կապուտաչի Արևին դեռ 18 տարեկանում խաբեցին ու դսեղ հարց բերեցին։ Խաբեցին ասելով, թե դսեղը աշխարհի կենտրոնն է, ապագա ամուսնու տունն էլ գյուղի ամենաշեն ու բոլ օջախն է։ Որ եկայրնակ տուններն բոլ թվանած չէր։ Այս թվին, ասի այկնիկ, իրանք էլ մարդը բան աներ, երկու տղա են, իրեք տղա ուներ։ Ես աշխատեցի, ես բարեկամ ունեմ ստի, աթորի գործանան աշխատեր, Երևանի տետ հաստ ֆաներկեքը բերեր, գնացի մերժեզոջ բերուց, իրեք տունն էլ թվանել տվի, շատ լալևոն մարդիկին, շատ չասիվ մարդիկին, անմեղ մարդիկին էլի, նետ ճարպիկ չին, մի հավ ունեին, վայ խեղճդ մերնի, գեղամը մնում ես մի հավ ես պա։ Մի կանանչի չունեին դրանը, այկնիկ որ ճաշ ես եփում, հլար են մի գնեմ կանանչին տես, ճաշի բանի կեզ պետք է չի գալի, իրա մոքրի աղջիկն ասա բաբել է, մեր գյուղիս նա, մեզ մի քիչ բարեկամ ամալու էլա, նա ասա բաբել է, Էրնակ սաբապ չել էլ են ամնացել իմ հորտանը, ստի եմ գարդաստանանամ իմ հորտանը կաների էլի, Թումանյանի անբախտ Մարոյի ճակատագրին արժանացավ, բայց տատը հանձնվողներից չէր։ Հարսնության օրվանից այդ չելացության խեղճության հետ չհարմարվեց, գործի դրեց կանացի ճարպկությունը, արեց դրեց եփեց ու թափեց, ասել է, թե խեղճ ու կրակ հրաչիկի տունը շենացրեց ու շենացրեց։ Համատեղ կյանքի ընթացքում 5 երեխաներ ունեցան, բայց Աստված շատ համարեց, երեխաներից 2-ը ու սիրելի հրաչիկը կյանքից շուտ հեռացան։ Ինչքան կարացի առաջադիմեցի, պոլեցի էլ, կարասկեցի էլ, ռեմոնդել արի, թվանեցի էլ, գարդիրոպ էլ առաստի, մանկապարտեզը մեր մոքրի տղեն պարարաբեր, ասավար է կեզ պահակ եմ նշանակում հրաչիկներ բանվոր, սերվանդն առա, գարդիրոպն առա, տելևիզորն առա, ամեն ինչ, թախտն առա, այդ մարդը որ ասեմ ինձ ոնց որ խոպանա փոխտվուց լրիվ, լավոզանավեսկ եք, բան չիմ, Տուն տեղ դարար։ հա, Հրաչիկը քեզ ձեռների վրա պտի պահեր։ հա, չէ, այդքան բան մարդ չէր, կարող է իրա միջին բան արել, բայց թիթիսություն ձեռների միջին չեմ իվատա։ Թիթիզություն չարավ ու սիրառատ գեղեցիկ խոսքեր Արևին այդպես էլ չասեց հրաչիկը, չնայած որ արժանի էր։ Ընտանեկան բոլոր խոսք ու զրույցները, կռիվներն ու վեճերը նեղությունից է գալիս։ Իրենք էլ ջահել ու քաղցր տարիները նեղության մեջ ապրեցին, կռվելու, իրարից բաժանվելու առիթներ շատ եղան, բայց մի անգամ նրանց տնից խոսք ու զրույցի ձայն դուրս չեկավ, ոչ ոք չիմացավ։ Անբարոյական չի վիճեի ոչ հետը բան, հա, իր ասած, հա, քո ասած,
Ես խասյատ չունեմ որ վիճեմ, որ մի բան ատելում եմ, հա, դե քո ասածն եմ, փողն առելա բերելա, դեն դու փողը շատ էլի, 10 մանետերին անդե դրագմնա դեր չետ, սիպտակ կարմիր 10-նոսնիկ է կոշտ, քաշմա մինը մնում, ասմար եմ 10 մանետը, ասեմ տեհել չեմ, ասմա, կորա բա ինչ ալու, ա, տեհել չեմ, ասմա ծաղամ եմ, ասմեմ տեհել չեմ, ասմա բա խեսի ծաղամ, ադի ասմեմ Нет, ռոսեղայդի, տեհել չեմ, մի քանի վաղտից հետը այդ դարագը քաշեցի, ասի արիստի աղպետ ջան, մարդում եղկտես, 10 մանետ հտլավոր դա, քաշել ես, հանել ես, ասնեմ տեհել չեմ դու ասմես, ոչ չես տեհել, բա ինչ էլամ, ով տարապ, վիճեի ոչ, ես տղամարդի հետ ընթարամ ես չի կարելի վիճել, մի բան ասես հինգնելից, ավելի լավ ասնի, սուսանես ու վերենգնես, Նույնը չի կարող ասել հարս սկեսուր հարաբերությունների մասին, խելոք սկեսուր ունեի շուտ մեռավ փրկվեց ինձանից, կատակում է տատը ու խոստովանում, մի ողջ կյանք այդ սկեսուրը ատամները սեղմած դիմացավ իր ճարպկությանն ու լեզվանիկությանը, թեպետ արևը այլ ճար ու ելք չուներ, կարևոր առաքելություն ուներ, պիտի ոտքի կանգնեցներ խեղճ տունը, որ գյուղումն ու գյուղամիջում ոտքի տակ չկորչեին։ Խելոք կնիկ էր, են թվի կնիկ էր, ես թվի կնիկ չէր, են թվի էր, Բայց այն թվի կեսուրնին խիստ են եղել։ չէ, խիստ չէ, այն քեֆին կպատ չի, այդ իրայիշի պես բանը ինձ ինչ էր անել, ինձ տեղ էր պատին տեղ չկատին, ինձ ինչ տի դժգոհիլ, ցանել եմ, մարել եմ, բանի, սովխոզից գնեի ղժիվանի կարտոշկա բերեի, հանդից գնի մասուր բերեի, գնի ֆոն բերեի, գնի մոժ բերեի, բանտենին լսնեի, ինչ անեի, Շարքնիկ էր, նա քեֆին ինչ դիպ չեր, ոնց եղեր, ոնց դեղեր, կնիկ էր էլի, հնության կնեին, թվի կնիկ էր, ժամանակակից չէր, տնարար կնիկ չէր, ասի այ կնիկ, իրեք տղա ունես մի աղջիկ, մարդատել էր կատ գծում աշխատելիս էլ էր, ոնց չեք դու մի բան, որ մի հույգ էր կամ մի բան էր, այդ տղա շոյլչում էր, այդ ոնց էր, Մի ես կտոր վևնես յանես ասեր հա կրկատ անկրլի, այ տերդ խնդա, բայց ենքան գորոս, վեհանց, հայ, իմ խալը չի կարողոթինը չունեն, դարտակ էր, բայց շատ գորոս էր, հաշանցարակսին ասել էր, բանը, սուրտան տատի, հարսը տեկավ եկա ոչ վեկացար, իշտե էլ չես պատին տենը մեզ չկատ, հա, բալա ջան, լավնա հարսը շատ ղոչաղա, հա, բաղթից շատ կտրված եմ, չէ ամեն խելքի, արարքի, բան կլի, որ ես կայենամ ոչի, ուզմա տղամարդելի, ուզմա կնգալի, ուզմա սրպած արացամ, բայց բաղթ չունեմ, ամեն ինչ էլ ունեմ, հլի մեն լավ վաղթը չես եկել, ես սարած վաղթը չես եկել։ Բաղթ չուներ, որ 18 տարեկան աղջնակի սրտում պահած ու փայփայած երազանքները այդպես էլ երազանք մնացին։ Տասնամյակներ են անցել ու հիմա տարիների հեռվից արևտատը էջ առ էջ թերթում է դժվար կյանքի խամրած էջերը։ Ինչ հրստանիք տղա ջանեք, հատի փոչ ունեն հրստանիք։ Պրոստը լենեք, անվեկալան բերին։ Հա, այն էր բանով, սամասվալով։ Իրաց մոքրի տղեն պրարաբ էր, ասի մանկապարտ է սակեին, այդ կամազը նստելին եկել, դրին կաբին կամա իրանք էլ վերևը բրն, հետ հայտ էիլ է, ընդով միկվա պես չի, միլա դե մնի ասայ մուայ, չավ թարանդ է ջանդամի, իսկ ընդով չասեին, խելոքին, ընդով լուսավոր չեր մարդիկ, վայ, Սպիտակ, ունեի որ բեր, մի շորովն է մեկել, սպիտակ շորով, հա, բանը կլաղն էլ գծեցին գլխելիս, ասի շատ ինչ ասիբ, սարսապելի չասիբին։ Հարցնության առաջին իսկ օրվանից լացեց ու լացեց արևը, շենօջախից աղքատ տուն հարս էր եկել, որտեղ պատահում էր, որ մի պատար հաց էլ չէր լինում, բայց ինչ կարող էր անել հայրական տուն տանող ճանապարհը մոռացված էր, խստաբարո դեպեցի հայրը Թումանյանի դսեղցի Մարոյի օրինակն էր բերել, ետ չնայես դեպի մեզ, ոտք չդնես էս տուն, չմորոտես մեր անունը։
Հոր ու մոր պատվի հարցներ, այն ժամանակներում ետ եկած աղջիկը մեծ խայտառակություն էր ծնողների համար, եւ որպիսի հեշտ լինի նոր օջախին հարմարվելը, հայրն էլ շնորհքով էր աղջկան ճամփել, լավ օժիտով, նվերներով, հող խայտառակ չէր անելու հոր արած դրածը ջուրը գցելու։ Օժիտովից։ Երնակ տնասենը չէր տուրնում, մի հատ ինչ տուց, 4 հատ ոչխար տուց, մի բալաջան է դար, ամեն գնալ են թոշակը հայ 20 մանետ էր, շատ օգնեին ինձ, հեզ մի ճարպիկ մարդ էր, են թվի մարդ էր, բայց շատ ճարպիկ էր, խելացի, եկել էր մեր տանը մներս ես, մի հարևան ունենք եկաննա թե, ես մարդը ոնց որ երնուց ելացել, ինձ հրցնում եմ իզա դրագախաչ, այն կռվի բախտն էլ ագնացել իմ հերը, իմ հերն էլ էր անբաղդ մարդ, 6 տղա ուներ, մինը մնացել չէր, 4 հատ աղջիկը մնաց, տղա չուներ իմ հերը, իմ հերը որ տղա է մնացել ուոտը չէր գան։ Հարդարված ներկված մազերը ու շրթներքի վառ երանգները արևի խելքի բանը չէին, թեպետ ամեն անգամ հարևան հարցների զուգված ու զարդարված կերպարանքներին մի տեսակ աղջկական նախանձով էր նայում, բայց ինքը ոչ դրա ժամանակը ուներ, ոչ էլ միջոցը, նախ որովհետև հրաչիկի գրպաններն էին ծակ, հետո էլ դաշտերում արևանձրևին հեչ պարտադիր չէր քսված ու դզված լինելը։ Ծանրաբեռնված ենք 5 երեխոնից, 5 երեխին անենք թե իմ որը զարդարեմ, հա? Տանը մի զատել ունեի ուչ, 2 ձեր տեղաշոր ունեի, վայ, իսկի ջուրցի ճայ է սզլեմ, տղա ջան է դա ժամանակ արյոզ որ կսվեմ ռադո որ ծեք է խախը ժամի 8-9 վեկան, 6-5 վեկան էի գնի դաշտը ժիվան եմ կարտալ որ բերեմ երեխանցը պահեմ, գնի մասուր քաղեի, ֆոն քաղեի, որ երեխանցը բերեմ կամպոտանեմ, նստատ է որ ես կսվեմ, ինձ նավ հետաքրքիր կսվեմ։ Մազե, չես էլ ներկել։ Վայ, մեկ չեմ սիրում չեմ ես ներկած մազը սիրում, տակից ոնց որ անիցալի դուրս ագալի, իմ բնական ավելի լավն է, սիտակ բնական մազը, ինչ եմ ներկա։ Աջանիդ մերն եմ զորով է ես զվանի դուզգի ինչ կրեմ ինչ։ Ես այդքան վաղ չունեմ, կամ այդքան ես փող չունեմ, որ առնեմ կրեմա, բանա, իմ բնականը հերիքա, քանի 88 տարի դեմքս տենես կանճորնոտած չի, օրինակ սոխակինը կանճորնոտած ա, իմ թայնա, մի կնիկ կա, մեր ազգի, տեքրակինա, նրա դեմքը սե բաների, իսկ ես չունեմ, ես ես բանով կարամ գամ հլաս։ Չի կնճռոտել, բայց տարիները տատի կողքով անտարբեր չեն անցել, մի շարք հիվանդությունները ձեռք բերել, բայց սովորել, դրանց հետ հաշտ ապրել։ Այս տարիքում էլ ձեռնափայտով մի կերպ տեղաշարժվելով բաղ ու բաղ չեն անմշակ չի թողնում։ Ստացած տարիքային թոշակն էլ այնպես է կառավարում, որ ոչ մեկին նեղություն չտա, ոչ մեկի հույսը չընկնի, թեպետ ասում է լավ թորներ ունի, գլխի վրայով են պտտվում։ Ազեզ ոնց խմում եմ, ոնց ծխում եմ։ Այս աղջիկս որ մահացել է, 2 հատ աղջիկ ունի, մինը Ռուսաստան է, մինն էլ ստիա, ես ասի որ աղջիկս մահանա պեսես էլ ստիան աղջի, բայց գող եմ, իրա 2 պեսենել, 2 աղջիկնել, 2 պեսենել մարդնել, Թորներդ էլի։ հարազատի պես, ամեն շապատ աշխայի մի հուր կրակը առնում եմ, բերում եմ ու գնում եմ, գող եմ, համի ես էսել ացում, նրանց նվիրել եմ, ենքան շնորակալ եմ, ենքան գող եմ, ախր պեսենին էլ է, թորանыз մարդը, պատկերացրու, թորանыз մարդը։ Ինչ հիվանդություն ունես տատ։ Ասելու չազես։ Ես դեղ շատ չեմ խմում, մենակ ես բանիմ դեղին ռագել, թարս է գլխիլ է, նայգի դեր ցիստիկ, ես վեր եմ ընգել, ես հարվածել եմ, ես ստի մի ֆոր կանգել եմ սե միշտի զորա ֆորը, դրանի ցավը ստացել եմ, բայց այդ դեղը բերելա, կնիկն ասել էր վտանգա որ չի ոչինչ, խմում եմ 2 ամպուլ լիքը, մինը խմել եմ, մինը օրական 3 հատ խմում եմ։
ասել էր հենց դեղը վտանգավոր չի։ Քանի որ տատը ասող խոսող է ու հեչ հոգնել չունի, հերթը հասնում է հին ու նոր ժամանակներին։ Թեպետ ինքը իր ապրած ու չապրած օրերում մի լավ օր չի տեսել, բայց սիրտը չի չարացրել։ Հակառակը կամեցել ու կամեցել է, հիմա էլ ամբողջ սրտով ցանկանում է, այն ինչ իրենց պակասել է, թող ներկայիս ջահելներին ու հարցներին ավելանամ։ Լավ են անում։ Ջահել եմ, թողու։ Անդովել է չի մի, ոնց կայել է, ասում է քսիլ մի թող անեն։ Թող լավ հագնեն, լավ ամեն ինչը տարբերել է։ Ջահելներին թող ուրախել են, թող երջանիկ լինեն, լավ հագնեն, լավ ուտեն, լավ խմեն, քեֆ անեն, ամեն ինչով թող ակտիվ լինեն։ Ամենաճիշտը։ Որն է։ Մի հատ էլի բա, մի 5 երեխա ինչքան եմ տանջվել։ Այս ուտն է զոր ցամատրանի չի։ Ինչքան եմ տանջվել, չոլու հանդեմ արել։ Այս ջորեսը ես իմ չեր եմ բերել։ Ծառ եմ բերել, ջալաղարել։ Գիտես ինչքան եմ տանջվել։ Տղամարդն իմ գործը չէր կարանի, բայց արել եմ, հաղթել եմ։ Շատ օգնեց։ Վերջումն ասի հարցակ ունենամ, ինչ արնեի զույգով արնեի, որ 2 հարցն ունենամ ասել։ Ինչ հարցը։ Այն մի տղես Ռուսաստան գնաց, այս մինն Էլենա։ 2 տղես էլ բրախեցին Ռուսաստանը վերածածա։ Ռուսաստան այն մարդը գնա, որ արհեստ ունի, փեշակ ունի, ամեն մարդ էլ չի կարելի Ռուսաստան գնա։ Հինամոտն ու աբուրը հիմա կորել է, հին ավանդույթները մոռացվել, բայց Արևը այդ մասին ավելի շատ հումորով է խոսում ու ոչ թե մեղադրում վիրավորական բաներ ասում այժմյան սերնդին։ Արդարության համար պիտի ասի, որ իրենց ժամանակ էլ վատն էլ կար, լավն էլ կար, պարզապես ամեն ինչ թաքուն էր, չբարձրաձայնված։ Բարեկամ ունեինք, ընդով շատ վարքից ընկած, մարդի վրա ծիծաղել։ Այս աղջիկը վարքից ընկած էր։ 2 քորով գնում ենք Կիրասավարիա, երասի աստոչի, մեր բարախտոչի։ Մի միլիցեն բռնել ա։ Անամոտ մարդը ուզման դովելի, ուզմա հմելի, անամոտ, ես նատև աղջի, աման չեմ չես գոսն։ Մեր մարդն ասմա որնա կուկնիկ, ասմա սա էլ է իմա, սա էլ է։ Մչև մի մարդն էլ հմելի իմնա, կանգնեց ասա, դե խոսա։ Անդով լկտին ավելի շատ էր, բայց քողարկված լկտին, իսկ մի բացարձակ լկտին։ Բացաշկարային։ Ահա, մեր վարքից ընկած մի աչկերը սիհարացեն, ուզբեկը ինչ սրե, մանդր աչկերով, մերն էլ էր նրա հետ ինքն էլ։ Ինչ ձեր ժամանակ։ Անդով էլ կար, բայց շատ քիչ։ Իսկ մի տովա, անամոտ մարդիկ ենքան կա, անամոտ մարդը ովշի չկա, եթե նա դուսնցած է, նա եթե մանչեմ չի, եթե արքնան է, նա մասովարական է, ասում են մարդն ասում է, որնա կուկնի ասում է, նա ասում է, մչև միրա մարդն էլ են դե նա այդ են թավին խոսա, անդով են թավին, վիք ու խեղջ եմ յարմյակտի, աղջասի մանչեմ չի, միլիցենարար կարավ գնաց ասավ, վեկտոմը ձեր հարցակալուց է։ Տարբերությունն այն է, որ հիմա դրա մասին խոսում են բացահայտ, ռադիոյով, հեռուստատեսությամբ, իսկ իրենց ժամանակ միայն բամբասանքի լրատվությամբ։ Արևի ասելիքը չի վերջանա, անverջ կպատմի ու կպատմի, բայց մեր հեռանալու ժամանակն է ու տատը մեզ առաջարկում է չանջատել տեսախցիկը, քանի որ կարևոր խոսք ունի դեռ ասելու։ Առողջ եք, երջանիկ եք, ինչքան ապրեք, ուրախ ապրեք, աշխարհի խաղաղություն էլի, ձեզ էլ բարություն էլի, ձեր գործին էլ հաջողության ճանապարհն էլ անպակասելի ձեզան։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, ՏՍՂ-ից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։